այդպիսի massայական գրող հեղինակությունների վրա, ինչի համար է պետք։ Պետք է նրա համար, որպեսզի չլինեն որևէ նշաձողեր, որևէ կարմիր գծեր եւ որևէ մեկի ասածը չընկալվի որպես հեղինակություն, որպես զսպող բան։ Տոլստոյի ասածը պատկերացրեք 20-րդ դարի սկզբում, չնայած նրան եկեղեցին չէր ընդունում, հա, պաշտոնական այնուամենայնիվ Տոլստոյը շատ մեծ հեղինակություն էր ռուսական կայսրությունում։ Եվ այդպիսի հեղինակություններ կային այլ երկրներում, Ժան-Պոլ Սարտրը, չգիտեմ, 50-ական թվականներին Ֆրանսիայում հեղինակություններ։ Հիմա այդպիսի հեղինակություններ ոչ Ռուսաստանում, ոչ Ֆրանսիայում, ոչ էլ Հայաստանում չկան։ Եվ իշխանություններին դա չափազանց ձեռնտու է, նրանք խթանում են, հատկապես Հայաստանում նրանք խթանում են։ Այս վերջին քայլը, որը ուղղված է եկեղեցու Մայրաթառուի հեղինակության դեմ, դա նույնպես այդպիսի մի հատ քայլ է, որը շարունակելու է այդ շղթան։ Եվ այդ քայլը ունի ոչ միայն հեղինակազարկելու որևէ ինստիտուտ, այլև մարդկանց իրար դեմ լարելու։ Դա նույնպես մանիպուլյացիաների, ձեր ասած, շատ լայն դաշտ է ստեղծում։